Հարգելի գործընկերներ, քննարկում ենք հարց համար 53-ը կներեք կատարողականի գնահատման պիլոտային համակարգին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, համեցեք պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն մեծագույն վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հաստատվեց գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է, որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Սույն որոշումը պիլոտային ծրագրի համաձայն 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսման ֆոնդի հատկացումն է։ Առաջարկում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Նշված գործակիցները տարբերակված են հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը։ Կարևոր է պարզաբանել նաև, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար եւ այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը, դրանք կսահմանվեն նոր որոշումներով։ Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաև պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությամբ, նպատակ ունենալով ընթացքից գնահատել ընդունված որոշումների ազդեցությունը եւ կատարել պահանջվող ճշգրտումներ։ Սույն որոշման մեկ այլ առանձնահատկություն է այն, որ խրախուսական համակարգի կիրառությունը փորձնական եղանակով տարածվում է նաև այն պետական մարմինների նկատմամբ, որոնք պետական կառավարման ուղղակի մասնակիցներ են, սակայն դեռևս ամբողջությամբ չեն կիրառում պիլոտային ծրագրով նախանշված կարգավորումները։ Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը, նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։ Սույն որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 միլիարդ դրամ։ Պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ավարտին է մոտենում 2025 բյուջետային տարին եւ ես ուզում եմ արձանագրել, որ մենք մեր կանխատեսումով, այսինքն 25 օր է մնացել, ներողություն եմ խնդրում, բյուջետային տարվա ավարտին եւ մեր գործիքներով եւ կանխատեսումներով մենք տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն, կարող են որոշակի շեղումներ լինել եւ պլյուսով եւ մինուսով 2 տրիլիոն 700 միլիարդ դրամ։ Սա կլորացված ինչ որ թիվ է, եմ ասում, պլյուս մինուսներ դեր կարող են լինել։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ եթե համեմատենք 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների հետ, ինչու 2017 թվականի, որովհետև 2017 թվականը ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդած տարին է, 2018 թվականի մեծ մասը այնուամենայնիվ եղել է հեղափոխությամբ ձևավորված կառավարության գործունեության շրջան, ահա եթե համեմատենք այս տարվա բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի փաստացի տեղի ունեցած հարկային եկամուտների հետ, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը համեմատած 2017 թվականի հետ ավելի է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այսինքն այս հաշվարկը նշանակում է, օրինակ 2017-ին փաստացի եկամուտները հարկային եղել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 միլիարդ դրամ, որը ավելացած հատվածը, պայմանական ավելացած հատվածը 384 միլիարդ դրամով ավելի է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն, եկամտային մասը։ Սա ինչու եմ ասում եւ ինչ կապ ունի այս քննարկվող թեմայի հետ,
կապ ունի երկու բանով։ Առաջինը, որ սա առաջին հերթին իհարկե շնորհակալություն Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ ռեզիդենտներին, բնակիչներին, բայց այնուամենայնիվ առաջինը սա այն քաղաքական որոշումների կայացման եւ իրականացման արդյունք է, որը կայացրել են քաղաքական մեծամասնությունը խորհրդարանի կառավարությունը եւ իրագործել են։ Սա առաջին արձանագրում։ Երկրորդը եկամուտների ծախսումը ապահովում է կառավարությունը եւ պետական մարմինները։ Սա նշանակում է, որ 2000, որտեղ հավաքելը աշխատանք է, ծախսելը նույնպես աշխատանք է։ Մենք արձանագրում ենք, որ հավաքելու վրա արվող աշխատանքը կրկնակիից ավելացել է, որովհետև դա աշխատանք է։ Ընդ որում այստեղ ներկա բոլոր մարդիկ, կառավարության անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այլ մարզպետներ եւ այսինքն ամբողջ եւ բացակա բազմաթիվ մարդիկ իրենց ջանքն են գործադրում ամենօրյա աշխատանքն են ներդրում սրա համար։ Այսինքն հավաքագրման աշխատանքը կրկնակիից ավելացել է։ Բայց կա եւ երկրորդ հատվածը, ծախսման աշխատանքը, որովհետեւ այդ գումարները ծախսել եւ ջանք գործադրել, որ դրանք արդյունավետ ծախսվեն, դա էլ է աշխատանք եւ այդ աշխատանքն էլ տրամաբանորեն էլի կրկնակիից ավելացել է։ Հետևաբար 2025 թվականին 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավել են աշխատում։ Այսինքն կրկնակի ավելացել է ջանքը հավաքագրելու ուղղությամբ, կրկնակի ավելացել աշխատանքը եւ ջանքը, կրկնակի ավելացել է աշխատանքը ծախսելու ուղղությամբ։ Եվ հետևաբար մեր եզրակացությունը այն է, որ ընդ որում շատ կարևոր է արձանագրել, որ էլի 2021 թվականից 2025 թվականը մինչև 26 թվականը վստահ ենք այդտեղ որևէ խնդիր չկա, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը կատարել են, այսօր արդեն վստահ կարող ենք ասել կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Սա մեր իրականության մեջ եւ առավել եւս իմ կողմից հաճախ հնչող գնահատական եւ նախադասություն չէ, բայց ինչքան էլ ես քննադատաբար վերաբերվեմ, ես ինքս պարտավոր եմ առերեսվել այս իրականությանը, սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց երբ որ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է այդ թվում այն իրավիճակի հետ, երբ որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավմանը, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու եւ աշխատանքի լրացուցիչ խթաններ եւ սոցիալական որոշակի երաշխիքներ ներդրելու ուղղությամբ։ Եվ հետեւաբար այս որոշումը նման որոշում ինձ համար անպատկերացնելի էր, որ մենք կկայացնենք 2018 թվականին, անպատկերացնելի էր, որ կկայացնենք 19-ին, առավել ևս 20 թվականին, 21 թվականին, 22-ին, 23-ին, 24-ին, բայց ինձ համար ակնհայտ է, որ մենք նման որոշում չենք կարող չկայացնել 2025 թվականին, որտեղ եթե մենք նման որոշումներ չկայացնենք, այդ նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում ենք վերացնել։ Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ եւ մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ, ել չեմ ասում պետականությունը որպես բարձրացակ առաջնահերթություն համարելու մեր ռազմավարության շրջանակներում պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար, իհարկե այն տրամաբանությամբ, ինչպես ես առիթ ունեցա ասելու պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովի ընթացքում մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի։ Բայց ելի ասում եմ, որ սա էլ
ունի իր առանձնահատկությունները, շերտերը, մենք պարտավոր ենք առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Ես էլի ուզում եմ նախ այս համատեքստում ասել, որ մենք հիմա շատ մոտ ենք եւ պետք է մի եզրափակիչ ջանք գործադրենք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին։ Բայց մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին նույնպես կրթությունը առաջնային ռազմավարություն է։ Ես ձեզ ուզում եմ երկու փաստի մասին հիշեցնել։ Մենք բնականաբար շատ ենք քննարկում աղքատության հաղթահարման խնդիրները։ Ես ուզում եմ ձեզ երկու բան պատմել։ Ես ինչ որ պատմում եմ, խնդրում եմ որևէ մեկը սա չընկալի որպես մեղադրանք կամ այսպես կամահրանք։ Ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մեր խնդիրներին։ Ես կարդում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցը, որտեղ ասվում է հետեւյալը, որ անապահովության համակարգում գտնվող ընտանիքներ, օրինակ, ընտանիքը ստանում է կարա ընդհանուր մինչև 100,000-ից 150, 200,000 դրամ աջակցություն ստանա։ Բայց սոցիալական աշխատող գնում է եւ զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։ Երեխաները ապրում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել հազար ներողություն ռոկոկո սերվիս ունենալու համար, այն սերվիսից, որը դնում ենք պահարանը եւ չենք օգտագործում։ Բայց հասկանում եք, ոչ մի հաշվարկ չկա, որ այդ գումարը, որը պետությունը տալիս է, բավարար չի բավարարին մոտիկ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել այն երեխաների համար, ովքեր բառից բուն իմաստով աղբի մեջ են ապրում մարդիկ։ Հասկանում եք, այս մարդկան ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, եռապատկենք, չի փոխվելու մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին։ Հաջորդ օրինակը, դուք հիշում եք, թե ես ինչքան պայքարեցի այն ծրագրի համար, որ մենք սահմանամերձ որոշակի շրջաններում հին եւ անարդյունավետ այգիները, ով որ տանտերը համաձայնա, հողամասի համաձայնա, ամբողջ հողամասը մաքրում ենք պետական միջոցներով, սերտիֆիկացված տնկին տնկում ենք, կաթիլային ոռոգումը քաշում ենք, ջրի հավաքման համակարգ անում ենք, ծառերը տնկում ենք եւ այլն։ Ես վերջերս իմացա, որ մի քանի այգիներ չորացել են։ Ինչ են չորացել։ Պարզվում է հողամասի տերը այդ վինտիլը մի հատ փական կա, որ ամիսը 3 անգամ ուղղակի սենց մի հատ գործողություն պետք է աներ, էլի հասկանում եք, սենց մի հատ գործողություն է, սենց է փականը, պետք է գար սենց աներ։ Չի արել այդ գործողությունը։ Հասկանում եք, փական է, կաթիլային ոռոգման, մի հատ սենց է, պետք է գնար ամիսը 4 անգամ, պետք է աներ սենց։ Չի արել այդ գործողությունը։ Բացատ գնում ենք, ասում ենք, բայց խի ասում են, չի, ես պետք է անեի դա։ Ես իմանում եմ, զանգում են քաղաքապետարան, այս ամեն ինչից հետո, զանգում են քաղաքապետարան, ասում են, բայց այգին ով պետք է ջրի։ Բա խոտա աճե բան, ով պետք է անի այս գործը։ Ես չեմ հավատում, ասում եմ, ոնց կարա տենց բան լինի։ Ոնց կարա տենց բան լինի, բայց կա այդ բանը։ Մենք մեր իրականությանը միջև չառերեսվենք, միջև մեր բանի են հոտնկաս կենացների բարձրությունից չգանք, հողի վրա չկանգնենք, չշոշափենք այդ հողը, չի ստացվի ոչ մի բան։ Եվ ինչ եմ քննարկող հարցի համատեքստում ասում, որ պետական մարմինները, իրանց իմացության մակարդակը, սա այն հատվածից է, որ ասում եմ ժողովուրդ ջան, մենք կաբինետներում միշտ չի եւ այնքան էլ շատ տեղեկություն չենք
ստանում մեր իրականության մասին։ Մեր իրականությունը պետք է ճանաչենք, մենք ի վիճակի պետք է լինենք այդ իրականությունը վերլուծել եւ այդ իրականությունից բխող գործողություններ անել, եւ այս որոշումը նրա մասին է, որ մենք միջև հիմա 2017-ի համեմատ աշխատում ենք 4 անգամ ավել, սրանից հետո 2017-ի համեմատ պետք է աշխատենք 8 անգամ ավել։ Որպեսզի մենք այս խնդիրները կարողանանք, որովհետև ես չգիտեմ, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ այդ ծրագրի հեղինակն է, որը ինչը այն չեմ արել, որ քաղաքացին այս գործողությունը անի։ Հասկանում եք, բառից բունի չեմ չափազանցնում։ Պետք է ամիս 4 անգամ այս գործողությունը աներ։ Այսինքն հետո էլ փակեր, որ ջուրը բան, մենակ չբացեր էլի, 2 գործողություն, 1, 2։ Ինչն են չեն կարել, մի հատ բացատրեք, խնդրում եմ, ինչն են չեմ արել ես, որ քաղաքացին այս գործողությունը չի արել, ես չեմ կարող հասկանամ դա։ Կարող եմ մենք էլ ինչ-որ բան այն չեն կարել։ Գուցե պետք է նախապես բայց հիմա էլի մենք մեր սխալների կամ տեղի ունեցածի վրա պետք է սովորենք։ Պետք է զանգենք, հիշացնենք կամ գուցե կրթական ակնհայտ է, որ մենք պետքա ինչ-որ տրեյնինգի ծրագիր պետքա անենք։ Որտեվ երբ որ ասում են կաթիլային ոռոգում, դա չի կարող մարդիկ ընկալել են, թե դա լրիվ ինքնաշխատ համակարգ է կամ չգիտեմ ինչ։ Բայց ես նկատի ունեմ, մենք սենց խնդիրներ, բայց ես սա չեմ, էլի եմ ասում, ես սա չեմ ասում որպես մեղադրանք, որովհետև մեղադրանքը անիմաստ է։ Ուրեմն մեզնից սկսած պետքա մեղադրենք, որ լավ բավարար չափով չենք աշխատել այդ ծրագրի վրա, բայց մյուս կողմն էլ կա, որ ես ասում եմ, միջև բարեփոխում իր խնդրին չանի, որն է այն think tank-ը համաշխարհային, որ մեզ խորհրդատվություն տալիս, պետք է առանձին մեր ասես գիտեք ինչ հատուկ բան է պետք, որ այս գործողությունը տեղի ունենա։ Չկա տենց բան, բայց այս մեր իրականությունն է։ Այս մեր իրականությունն է եւ ես որևէ անիմաստ է մեզ էլ ինքնախարազանում էլ չանենք, ուրիշին էլ չմեղադրենք, մենք պետք է աշխատենք։ Որպեսզի աշխատենք, պետք է պետական մարմինների պրոֆեսիոնալիզմը, հասանելիությունը, իմացությունը, էներգիան պետք է ավելանա եւ գրավչությունը պետական մարմիններում աշխատելու եւ այո, սա մի հարց է, որը մենք այսօր լուծում ենք, ոչ միայն այսօր պետական մարմիններում աշխատողների համար, այլև ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է, որը լուծում ենք։ Սոցիալական հարցերի առումով էլի մենք պետք է արձանագրենք, որ մեր սոցիալական քաղաքականությունները սոցիալական ոլորտի այն բանաձևերը, որով մենք միջև այսօր աշխատել ենք, բոլորը մեծ մասը սպառել են իրենց։ Մենք լրիվ նոր բանաձևերով պետք է աշխատենք։ Ես օրինակ երեք ազգային ժողովում էլ ասեցի, որ հիմա օրինակ երկրում կենսաթոշակառուների թիվը օրինակ ինչա դժվար թոշակը բարձրացնել հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Եվ մեր խնդիրը նաեւ էս է եւ նաեւ մեր խնդիրը քաղաքական առումով նա է, որ մենք մեր տնտեսական զարգացման, մեր պետական շահի տնտեսական զարգացման շուրջ մեր ռեսուրսի մաքսիմալը օգտագործենք։ Եվ այս համատեքստում ես էլի կարևոր եմ համարում արձանագրել, որ ես առաջարկում եմ եւ խոսել ենք նաեւ դրա մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, որ մենք որթեգրենք այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, ասեցի արդեն ինչի, որովհետեւ կարծում եմ նախ 21-րդ դարում 63 տարեկան 65 կամ 70-75 տարեկանը ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն, եթե մարդը առողջ է, էլ եմ ասում, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է պրոբլեմ։ Ես շարքումներ լսեցի, թե սա կենսաթոշակային տարիքի փոփոխության եւ այլնի նախապատրաստում թեմաները, որը բացարձակապես կապ չունի մեկը մյուսի հետ։ Ընդհակառակը մենք
ժողովրդագրության ռազմավարությունն ենք ընդունել, որտեղ կենսաթոշակառուների տնտեսական ակտիվացումը կարմիր թելի նման անցնում է եւ ընդ որում կենսաթոշակային տարիքի մարդկանց կյանքը առավել ակտիվ, առավել բովանդակային դարձնելու մասին է այս ամեն ինչը եւ այս ամեն ինչը էլի մենք որ խոսենք մեր ռազմավարությունները մենք մյուս տարի հույս ունեմ կառավարության առաջին նիստում կընդունենք մեր տնտեսական քաղաքականության նոր տնտեսական զարգացման նոր դոկտրինը եւ այլն եւ այդպես շարունակ մեր աշխատանքը մեր օրակարգը ծավալվում է մեծանում է եւ պետական կառավարման համակարգը պետքա պատրաստ լինի սպասարկել այդ ահռելի օրակարգը եւ ես այդ է պատճառը որ ընդունվող որոշումը տեղավորում եմ հենց մեր նշած ռազմավարությունների արդյունավետ իրագործման համատեքստում կան դիտարկումներ լրացուցիչ համեցեք պարոն Հովհաննիսյան Շնորհակալություն պարոն վարչապետ եթե հիշում եք 2025 թվականի բյուջեն նախագծելուց մենք երբ որ հաշվարկեցինք պետական ապարատի պահպանման ծախսերը մենք 4% կրճատեցինք այդ ծախսերը մեխանիկորեն եւ որպեսզի բոլոր պետական մարմինները օպտիմիզացնեն իրենց ծախսերը եւ այսինքն հաշվարկային թվից քիչ փող ենք հատկացրել բոլոր մարմիններից եւ եթե հետ նայենք ապա այն գումարը որը մենք հիմա հետ ենք տալիս նույն մարմիններին դա այդ նույն գումարն է որը մենք օպտիմիզացրել ենք այսինքն ոչ մի հավելյալ փող մենք չենք ծախսում եւ ըստ էության դա մեր օպտիմիզացրած գումարն է որը իմ կարծիքով թեև կարծում ենք որ լավարկման տեղ ունենք այս մեթոդաբանության առումով բայց ավելի արդյունավետ եւ թիրախային բաշխվում է հետ այդ նույն մարմիններին ընդ որում ուզում եմ նաեւ բոլորին հիշեցնեմ որ այդ նույն 4%-ի կրճատման վարժությունը արել ենք նաեւ 26 թվականի բյուջեի համար եւ պետական բոլոր գերատեսչություններին 4%-ով քիչ գումար ենք հատկացրել եւ հույս ունեմ որ արդյունքները նաեւ լավը կլինեն 26 թվականին, որպեսզի այս նույն գործողությունը այդ ժամանակ իրականացնենք։ Պարոն Հովհաննիսյան, շատ կարևոր դիտարկում է եւ ընդ որում մենք այս թեմայի քննարկումը սկսել ենք հենց ձեր նշած ժամանակահատվածում։ Երբ որ մենք ասել ենք, որ մենք պետքա այդտեղ ենք նաեւ, որ կառավարման ոլորտում էլ մեր ֆորմուլաները պետքա վերանայենք, որովհետեւ հիմա մենք հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունը հասել է զարգացման մի կետի, որ մեր միջև այս պահ ունեցած ֆորմուլաները պետքա շատ ֆորմուլաներ վերանայենք։ Եվ ես դա միշտ համատում եմ իմ ամենասիրած օրինակը այդ բանի հրթիռի թռիչքի հետ համեմատությունն է, երբ որ տիեզերանավը պոկվում է երկրից մի X բարձրությունից այդ առաջին աստիճանի շարժիչները բանանում պոկվում են, անջատվում են, բաց են թողնվում եւ միանում է երկրորդ աստիճանի շարժիչ։ Մեր երկիրը հիմա այն վիճակում է, մեր պետական կառավարման համակարգը այն կետում է, որ պետքա երկրորդ աստիճան, առաջին աստիճանի շարժիչները պետքա անջատվեն եւ երկրորդ անջատվեն եւ պոկվեն, որովհետեւ իրանք նաեւ ծանրություն են։ Եվ միանա երկրորդ աստիճանի շարժիչը եւ սա այդ երկրորդ աստիճանի շարժիչը միացնելու նոված շատ կարեւոր որոշում։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, քանի որ մեր գնահատման կարգը հաստատելուց շատ չի անցել, բովանդակային առումով ես կարծում եմ որոշումի հաստով կկրկնեմ, բայց մեր բոլոր քննարկումների հիմքում ընկած ա եղել ուշադրությունը առավել կարևորի շուրջ կենտրոնացնելու հարցը։ Առաջնահերթությունների եւ դրանց գնահատման հիման վրա այս խրախուսական համակարգը հենց այդ նպատակին ուղղված եւ սա, ինչպես դուք ասեցիք, սկիզբանոր շրջանի, որտեղ մենք պետք է նաեւ, ինձ թվում է, եկող տարվա ընթացքում մեծ աշխատանք տանենք ֆունկցիոնալ օպտիմիզացիայի ուղղությամբ։ Եվ դա լինելու է մեր պետական կառավարման համակարգի հաջորդ կարևոր շրջափուլը բարեփոխումների շատ կարևոր, որովհետեւ խնդիրները փոխվում են խնդիրները, փոխվում են անելիքները համապատասխանաբար։
Եվ մեր բոլոր գործընկերների աշխատանքը պետք է ուղղված լինի դրան։ Ես ուզում եմ մեկ քայլ առաջ անցնելով խնդրել, որ բոլորը մտածեն 2026 թվականի առաջին կիսամյակի համար այս վարժության շրջանակներում շատ ավելի բարդ, շատ ավելի կարևոր կենտրոնացում ցուցաբերել եւ ներկայացնել այն ինչ որ բացարձակ առաջնահերթություն է եւ առանց որի մենք ուղղակի չենք կարող պատկերացնել մեր տարեկան ծրագրերի անելիքները։ Եվ մեկ խնդրանք էլ, պարոն վարչապետ, ես կխնդրեմ, որ երբ որ հաստատենք այս որոշումը, մեկ օր խմբագրելու համար ժամանակ տակ, մինչև ստորագրության ներկայացումը որոշակի խմբագրական աշխատանք պետք է արվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, քանի որ այդ նրբությանը անդրադարձակ, չեմ կարող հաղթահարել գայթակղությունը հետևյալ մեկնաբանությունը անելու։ Տեսեք, որն է այս ամեն ինչի փիլիսոփայությունը, որ վարձավճարը գործի գալու համար չի։ Վարձավճարը, վարձատրությունը առաջինը պլանավորելու համար է, թե ինչ եմ անելու ես այդ օրը, այդ շաբաթ, այդ ամիս, այդ կիսամյակում աշխատանքի գալով եւ ի վերջո հետո հետահայաց իսկ ինչքանով արեցի այն, ինչ որ հստակ պլանավորված էր եւ արձանագրված էր որպես առաջնահերթություն։ Այս երկու բանաձևերի համադրությամբ էլ տեղի է ունենալու եւ ելի եմ ասում, սա մի բանաձև է իմ համոզմամբ, որը ես էլի կիսեցի իհարկե մի քիչ այլ դիտանկյունից պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ այս process-ի թիվ 1 շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով պետքա իր կյանքում զգա այս գործընթացի կոնկրետ արդյունքները, այսինքն ինչքան պոզիտիվ եղավ քաղաքացու զգացողությունը, այնքան էլ դա կարտահայտվի պետական մարմինների աշխատանքների գնահատման համակարգում եւ համոզված ենք, որ այդպես էլ տեղի կունենա։ Շատ լավ, առաջարկում եմ քվեարկել հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։